Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորված կարծիք եւ այդ կարծիքը ձևավորվել է լրագրողների միջոցով հանրային կարծիքի վրա ազդող բլոգերների, դեպուտատների, քաղաքական, հասարակական տարբեր գործիչների, վերլուծաբանների ու խմբագիրների միջոցով, որ հայաստանցի ջոչերը իրականացրել են դավադրություն արցախցիների նկատմամբ, ընդհանրապես արցախցիների նկատմամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Եվ եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ինչ-որ մարդիկ այնուամենայնիվ մասնակցել են այս ամենին, ապա միայն Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, մնացած նախագահները, պետնախարարները, պաշտպանական բանակի հրամանատարները, շտաբի պետերը եւ այլն եղել են այս ամենի հետ կապ չունեցողներ։ Եվ նաև ձևավորված կարծիք կա, էլի նույն շրջանակների կողմից, որ սրանք այսպես ուլտրալիբերալ, գլոբալիստական շրջանակների ներկայացուցիչներ են, ներկա իշխանությունները եւ նախկին իշխանությունները ազգայնականներ էին, հողպահողներ էին եւ այսպես շարունակ։ Ուրեմն 2018 թվականի դեպքերի մասին, երբ խոսում է Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության նախագահը, 18 թվականի դեպքերի մասին է խոսում, հարցազրույց է տալիս Թաթուլ Հակոբյանին, ասում է հետևյալը. մոտավորապես է մեջբերում, համացանցում կա այդ հարցազրույցը, ասում է, ոչինչ, որ մենք գիտենք, ոչինչ, որ մենք մասնակցել ենք Հայաստանում տեղի ունեցող փողոցային շարժմանը, անուն է տալիս ես, Վահան Բադասյանը, ոչ միայն իրենք, այլ նաև ներկայացնում է, որ բազմաթիվ մարդկանցով է մասնակցել։ Հիմա Արայիկ Հարությունյանը այդ ժամանակ եղել է պետնախարար, երբ մասնակցել է փողոցային շարժմանը, երբ ավտոբուսներով մարդ է բերել։ 2018 թվականի օգոստոսի 16-ին, թե 17-ին 100 օրվա պաշտոնավարման հետ կապված մեծ միտինգ տեղի ունեցավ Հայաստանում, Երևանում, կենտրոնական հրապարակում, եւ նույն շրջանակները Արցախից բերել են մի քանի հազար մարդ։ Արցախի Հանրապետության նախագահ այդ ժամանակ Արայիկը պետնախարարն էր, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն էր, Սերժ Սարգսյանի մտերիմը։ Հիմա դուք կարող եք ինձ ասել, հարգելի բարեկամներ, Արայիկ Հարությունյանը կարող էր այս ամենը անել առանց Բակո Սահակյանի թույլտվության։ Հիմա դուք կարող եք ինձ ասել, հարգելի բարեկամներ, Բակո Սահակյանը կարող էր այս ամենը անել առանց Սերժ Սարգսյանի հետ այս ամենը համաձայնեցնելու։ Բայց տպավորված է մարդկանց մոտ հետևյալ կարծիք։ Նրանք հայնասեր էին, սրանք դավաճան են։ Այնինչ երկուսն էլ նույն կեղտն են տարբեր գարշոկների մեջ։ Եվ այդ գարշոկների մեջ տեղավորել են բլոգերներն ու լրագրողները, երկու այդ ուժերի մասին է խոսքը։ Իրականում մեկ ուժ։ Լրագրողները, խմբագիրները, ովքեր ակտիվորեն ֆինանսավորվում են։ 2018 թվականի ապրիլ ամսին Միքայել Մինասյանի աշխատողը, թե ընկերը, չգիտեմ էլ դրանց հարաբերությունները ինչպես է եղել, ստատուս է գրում 18 թվականի ապրիլ ամիս եւ հրավիրում է մարդկանց փողոց միտինգի, խնդրում է, որպեսզի գնան Նիկոլի միտինգին, որի տակը, ինչքան գիտեմ, լայք է դնում, իմացած տեղեկություններով լայք դնողներից մեկը եղել է Վովա Գասպարյանը, ֆեյքի միջոցով։ Ասում ես, տղեկ, դուք եք սրան բերել իշխանության Նիկոլ Փաշինյանին, ասում ես, ինչ ես ասում, ես չես ասում, մենք ինչպես կարող է բերեինք իշխանության Նիկոլ Փաշինյանին։
բազմաթիվ հանցագործություններ է այս մարդը անում, չի ձերբակալում։ Ասում ես, բա ինչու չի ձերբակալվել այդ դեպքում, որովհետև իրենք դիտավորյալ էին անում, որ մենք ձերբակալենք եւ փողոցային շարժումը ավելանար։ Դա պրովոկացիա էր, մենք չտրվեցինք պրովոկացիային։ Այն էր օրենք կա, օրենքը խախտվում է, պիտի ձերբակալվի։ Ինչ պրովոկացիա, ինչ դիտավորյալ էր արվում։ Բայց Շանթին ինչի տարիներով փագեցիք, Սերժիկ, Շանթ Հարությունյանը պատկերավոր ասած ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, 2-3 հատ պոլիպեդ էր վերցրել, արժեքների հեղափոխություն էր անում 6 հոգով, լավ 10 հոգով, ինչի տարար փագեցիր Սերժիկ։ Հələ եկեք մտնենք 5 հոգով հիմա ռադիո տուն, ավիրենք դուրս գանք, 5 հոգով տեսնենք մեզ հետ ինչ է տեղի ունենալու։ Հələ եկեք 7-8 հատ դագաղ վերցնենք, տանենք տարբեր մարդկանց դռների դեմը դնենք, տեսնենք մեզ հետ ինչ է տեղի ունենալու։ Հələ ինչ որ կառավարական ջոչի կորտեժի դեմը եկեք փակենք եւ ինչ որ բուկլետներ շպրտենք մեքենաների վրա, տեսնենք մեզ հետ ինչ տեղի կունենա։ Ասում եմ կապ չունենք բացարձակապես դրա համար։ Դրա կապ չունենք։ Առավոտ թերթում ամիսներ շարունակ տպվել է Մարինա Ղազարյան հեղինակի, չգիտեն ով է, առավոտ թերթի նույնիսկ լրագրողները չեն ճանաչում այդ մարդուն։ Հայոյախառն հոդվածներ այն մարդկանց մասին, ովքեր ասում են Նիկոլին Սերժն է բերել։ Եվ դրա համար երևի էր նաև Արամ Աբրամյանը վերջերս ստանում ինչ-որ լրագրողական գործունեության համար, բարձր վաստակի համար ինչ-որ մրցանակներ էր ստանում։ Մարդը նստում է Գեորգի Կուտոյանի կողքը, ասում է շնորհակալություն եմ հայտնում ձեզ փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար։ ԱԱԾ հեղափոխություն է արել, ԱԱԾ տնօրենին շնորհակալություն է հայտնում։ Ով էր նշանակում ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Սերժիկ, դու չէիր նշանակում։ Դու չես նշանակել Գեորգի Կուտոյանին։ Բանկա պրոեվրոպական այսպես կոչված համայնքի ներկայացուցիչներ կան։ Ամեն ինչի մասին խոսում են, ամեն ինչի մասին, բայց այս թեմաների մասին բացարձակ լռություն է։ Նախկինները բան են եղել, հողպահող են եղել, ուրեմն 2018 թվականին մինչև վերջ, 18 թվականի վերջ, Հայաստանի Հանրապետությունում ինչ վիճակ էր, քաղաքական, Փաշինյան Նիկոլ վարչապետ, որը պարլամենտում ուներ փոքրամասնություն, ելք խմբակցությունը, ելք խմբակցության պատգամավորներն էին Էդմոնը Մարուկյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Փեսան էր Նիկոլ Փաշինյանի, հետո դարձավ խմբակցության անդամ Գեորգիսյան, հա, փոքրամասնություն էին այս մարդիկ։ Եվ մեծամասնություն կար, պարլամենտում կար մեծամասնություն, գործող մեծամասնություն, հանրապետական կուսակցությունը։ Պարլամենտն էր իրականացնում վերահսկողությունը կառավարության գործունեության նկատմամբ, եւ հիմա էլ է իրականացնում, եւ հանրապետական կուսակցությունը, ազգային, հա, հանրապետական կուսակցության մեծամասնության ժամանակ ադրբեջանցիները 11,000 հեկտար առաջ են եկել Նախիջևանի շրջանում։ Հələ ցույց տվեք հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթները պարլամենտում։ Հələ ցույց տվեք հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հարցերը այս ամենի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին, վարչապետ կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ։ Հələ մի հատ էլ գլուխ էին գովում, ասում էին ինչու եք ուզում պարլամենտը ցրվի, չէ՞ որ մենք բոլոր ձեր նախաձեռնություններին կողմ ենք քվեարկում։ Այդ թվում Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունը զրկելու նախաձեռնությանը կողմ ենք քվեարկել։ Չի կարելի այս թեմաների մասին խոսել, հարգելի բարեկամներ։ Կա դավաճան իշխանություն, որը լուսնից է իջե, լուսնից, կամ ամենավերջին դեպքում Սորոսն է բերել, կարելի ասել Սորոսն է բերել եւ փակվում է ամեն ինչը։ Եվ ազգային ուժեր, որոնք
ենթարկվեցին դավադիր ծրագրերի զոհ դարձան այդ ազգային ուժերը դաշնակներն են եւ հանրապետականը կամ այսպես ասած դաշնակ մաշնակներն են բազմաթիվ դեպքեր են եղել երբ դաշնակ մաշնակները վաճառել են իրենց հեկերը Արցախյան ողբերգությունից հետո ադրբեջանցիներին եւ Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել ազգային դաշնակ մաշնակները Եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներին են վաճառել, ադրբեջանցիները եկել են տեսնեն իրենց գույքը, տեսնում են, որ տուրբինները վաճառված իրենց արդեն պատկանող տուրբինները այդ առևտրական ազգային պետական գործիչները բերել են Գորիս տեղ գյուղ, այդպիսի դեպքեր են եղել եւ մշտապես կոմպենսացիա են ստացել։ Հիմա նախկինները ուժեղ տղեկ էին Հա, շատ ուժեղ տղեկ էին, բայց այսքան դավադրություն է տեղի ունեցել։ Այդ նախկինների ձենը ինչու դուրս չի գալիս։ Օգանովսկին ուժեղ տղա է, քանի միլիոն դոլար է Օգանովսկու հետ աֆիլացված կազմակերպությունները Արցախյան ողբերգությունից հետո քանի միլիոն դոլարի վարկեր եւ փոխառություններ են ունեցել, որը ջրվել է այս կառավարության ձեռքով։ Քանի միլիոն Սպեսնազի Գագիկ Սարգսյան քանի միլիոն 10 միլիոն դոլարից ավել փոխառություն է ունեցել սա այն անձնավորությունն է սրանք այն անձնավորություններն էին ում Սերժիկը ում բանը նո Սերժիկի գլխավորությամբ բերում էին Արցախից մարդկանց վրա բաց թողնելու համար Նիկոլն էլ է ձևավորել այդ կարծիքը, հա, որ ես պայքարել եմ նախկինների դեմ, բա որ պայքարել ես նախկինների դեմ, այս մարդկանց վարկերը, այս մարդկանց ինչու ես ֆինանսական եւ միգուցե նաեւ բարոյա հոգեբանական աջակցություն եւ ծառայություն մատուցել Նիկոլ։ Այս ամենը արվում է, ելի եմ ասում, բլոգերների, լրագրողների, խմբագիրների միջոցով։ Հիմա Օգանովսկին ու Գագիկ Սարգսյանը ուժեղ զիլ տղեկ էին Բա ինչու չի խոսում Օգանովսկին այս ամենի վերաբերյալ Վիտալի Բալասանյան դու ինչու չես խոսում այս ամենի վերաբերյալ Ուժեղ տղա Վիտալի Բալասանյան ձենը դուրս չի գալիս ինչու չես խոսում Գյումրիից Պավեստկա էին բաժանում տանում էին մարդկանց Արցախ սպանել տալու Արցախի էլիտան իրենց կոմբայններն էր տեղափոխում տեղյու Կաթողիկոսի մակարդակով դուրս էին գալիս, ասում էին զինվորագրվեք եւ գնացեք մեռնելու։ Մոտավորապես են մեջբերում, իմաստը դա է։ Գնացեք մեռնելու։ Արցախի էլիտան գույքն էր հանում, բերում Հայաստանի Հանրապետություն։ Այս այլանդակության հետ միայն կապ է ունեցել Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը կապ չի ունեցել, գեներալները կապ չեն ունեցել Որևէ մեկը կապ չի ունեցել, Արկադի Ղուկասյանը կապ չի ունեցել։ Սերժը կապ չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյան, դու ունեցել ես մեծ խմբակցություն, որի վերահսկողության ներքո տեղի են ունեցել մեծագույն աղետներ։ Խմբակցության այդ անդամները ծպտուն չեն անել, Ռոբերտ Քոչարյան, դու մինչև վերջերս Տաղուտ հետ խոսում ես հեղափոխության մասին։ Դու կապ չունես այս ամենի հետ, եթե կապ չունես, ուրեմն դու անմեղ սունակ ես։ Եթե դու կասես, որ ես կապ չունեմ եւ ես չունեմ բացարձակապես որևէ պատասխանատվություն, դու անմեղ սունակ ես։ Դաշնակը իր հեկը վաճառել է ադրբեջանցուն ստեղից կոմպենսացիա ստացել, դու երկու անգամ դաշինք ես կազմում դաշնակ հետ, դու այս ամենի հետ կապ չունես։ 400 միլիոն դոլար հարգելի բարեկամներ փոխառություններ է տրված եղել Արցախում ջոչերին։ Այդ գումարները ջրվել են։ Օրինակ Հովիկ Աբրահամյանի որդին 20 միլիոն դոլար փոխառություն է ունեցել։ Արցախը լուծարել են 20 միլիոն դոլար լուծարումով ըստ էության վատ բան պիտի ասեն կպցրել է այս մարդը։ 28 միլիարդ դրամ 20 միլիոն դոլարից ավել։ Սերժիկի Փեսեն 50 միլիոն դոլար փոխառություն է ունեցել կրսեր Փեսեն։
մեծը չէ կրտսերը 50 միլիոն դոլար փոխառություն է ունեցել։ Տաշիշ Սամվելը 30 միլիոն դոլար վարկ է ունեցել Արջին բանկից Արցախում տրված։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերին ջրում է Արցախում տրված 800 միլիոն դոլար վարկը։ Այդ թվում Տաշիշ Սամվելի իր ասած կալուգացի օլիգարխի վարկն է ջրում։ Այսինքն դնում է քաղաքացիների ուսերին 70%-ը դուրս են գրում բանկերը, ներողություն եմ խնդրում 70%-ը կառավարությունն է ստանձնում, այսինքն դրվում է որպես ներքին պետական պարկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին 30%-ն էլ դուրս են գրում այդ առևտրային բանկերը եւ ըստ էության դրանով սա եղել է 23 թվականին ըստ էության դրանով carte blanche է տրվում ոչ կարող եք հետագայում քերել քաղաքացիներին այդ 30%-ը հետ բերելու համար եւ դա է պատճառը որ 2024 թվականը բանկերի համար 24 թվականը եղել է շահույթի առումով ռեկորդային այսինքն Փաշինյան Նիկոլը մի կողմից ասում է ձեզ թալանել են հարգելի բարեկամներ մյուս կողմից այդ թալանչիների պարտքերը դրվում է հարգելի բարեկամների ուսերին ասում է գնացեք փագեք եւ շղարշ է այս ամենի վերաբերյալ չի կարելի խոսել մի քանի հոգի պիտի խոսեն միակ բանը որը մենք պիտի անենք հասկանալ թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ հարգելի բարեկամներ ես հիմա նայում եմ այդ սկացինաները ովքեր ձեզ մոլորեցնում են ինչքան հետևորդներ ունեն 50,000 նու բնական է դրանց այդ 50-60 հազարը ես կարծում եմ արհեստական թվեն բայց այնուամենայնիվ այդ մարդկանց լսում են այդ մարդկանց կարդում են այս թեմաները շրջանցող մարդկանց լսում, կարդում են թե այնտեղից Սերժ այս ամենի գլխավոր կազմակերպիչը դու ես այս ամենը դու ես կազմակերպել Այս ամենը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով, նրանց գործակալների միջոցով։ Եվ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ձեր շլինքից չբռնեն։ Դուք կշարունակեք խաբել մարդկանց այնքան ժամանակ, մինչև ձեր շլինքից չբռնեն։ Բացառված է, այլ բան, ես չեմ էլ ակնկալում, որ այսպես խոսքով դուք խոսքից ազդվեք եւ դադարեցնենք ձեր հանցագործությունները, բացառված բան է։ Եվ փառք Աստծո Հայաստանը լուսնի վրա չէ։ Հայաստանը լուսնի վրա չէ եւ այս ամենը ունենալու է իր ավարտը։ Այն մարդիկ, ովքեր այս ամենին մասնակցել են, դա հազարավոր մարդիկ են։ Եվ մասնակցել են գումարի համար։ Փող են աշխատել, փող են լափել Արյան վրա այս ավանտյուրային մեջ են մտել, որովհետև մեջը եղել է փող։ Սկսած Ավինյան Տիգրաններից, Հրաչյա Հակոբյաններից, Արարատ Միրզոյանի մարդը ասում է մենք հեղափոխություն ենք եղել, բարձում է ազգային անվտանգության ծառայության գործակալ է։ 5 տարի ասում ես մի հատ հարց տվեք, թե դու ԱԱԾ գործակալ լինելով հանդերձ ինչպես ես հեղափոխություն արել։ Ովքեր պիտի բարձրացնեն այս հարցերը, թե պոտենցիալ բարձրացնողները եւս եղել են ազգային անվտանգության ծառայության գործակալներ։ Ինչպես։ Ինչպես պիտի բարձրացնեն։ Իրենց հավաքագրած օպերը թույլ կտա, որպեսզի այս թեմաների մասին խոսեն։ Իհարկե թույլ չի տա։ Ճշմարտություն եք իմանաք եւ այն ձեզ կազատի հարգելի բարեկամներ, մինչեւ ճշմարտությունը բոլոր մարդիկ չիմանան եւ համապատասխան հետեւություն չունեն իրենց համար պետք չէ մոլոտովի կոկտեյլները վերցնել եւ գնալ ինչ որ մեկի գլուխը ջարդել պետք է ընդամենը դու քո տեղը պատասխան տաս եւ եթե դու քո տեղը պատասխան տայիր դաշնակ ստահակները 150,000 ձեն չէին հավաքի
Եթե դու քո տեղը պատասխան տայիր, այդ խեղկատակ Տաշիր Սամվելը 300,000-ից ավելի ձեն չէր տանի։ Եթե դու քո տեղը ինչքան ուզում է փող բաժանեին։ Եթե դու քո տեղը պատասխան տայիր, Նիկոլ Փաշինյանը 700,000 ձեն երբեք չէր տան, ինչքան ուզում է կեղծեին, ինչքան ուզում է վարչական լծակ իրականացնեին, մեկ է մի 300-400,000 ձեն եղել է, գոնե այդ 300-400,000 ձենը չէր տան, եթե դու քո տեղը պատասխան տայիր։ Եթե դու քեզ հարց տայիր, լավ, եթե այս մարդը պայքարում է նախկինների դեմ, նախկին թալանչիների դեմ, բա նախկին թալանչիներին ֆինանսական օժանդակությունը չի ցուցաբերում, բա նախկին թալանչիներն չեն հանգիստ ման գալիս, բա նախկին թալանչիներն չեն պաշտոններ զբաղեցնում մինչև հիմա։ Վերցրեք բարձր պաշտոններ զբաղեցնողներին, սկսած դեսպաններից, ընդհանրենք Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, վերջացրած քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահներով, ո՞ն չեն այդ պաշտոնները զբաղեցնում։ Զբաղեցրել հարյուրներ են եւ հազարներ են, եթե դուք այս ամենը, բա եթե այդպես է, բա եթե այս մարդը կռիվ է տալիս նախկինների դեմ, ինչ է Սերժը հանգիստ ման գալիս։ ՔՊ համարներով։ Ինքը ոչ միայն հանգիստ է ման գալիս, այլ նաեւ դատա իրավական համակարգի որոշումների ճնշող մեծամասնությունը քաղաքական այսպես կոչված, պետք քաղաքականությունը չի, այս իր քիմքին հաճելի, ինչ է սա, այսպես։ Եթե դուք այս հարցերին փորձեք պատասխանել, Նիկոլը այսքան ձայն չէր տանի երբեք։ Ասում է Արցախը գցել են Նիկոլի գրպանը, նիկոլականների խոսքն է, մերելտուն հարցնիկտուն դա են ասում։ Արցախը գցեցին Նիկոլի գրպանը։ Այս բանը ասողը եւ հետագայում Նիկոլին ընտրողը ինքը ամորալ ու բլյուդկ է։ Որովհետեւ եթե Արցախը Նիկոլի գրպանն էին գցել, Նիկոլի գրպանը գցելուց Արցախը առաջ պիտի գցեին այնտեղ նաեւ իշխանությունը, չէ՞, ըստ ձեզ։ Բայց եթե իշխանությունը Նիկոլի գրպանն են գցել, այսինքն Նիկոլը հեղափոխություն չի արել։ Միլիոնավոր մարդկանց է խաբել, չէ՞, այսինքն։ Դուք այս ամենը գիտակցելով հանդերձ գնում եք Նիկոլ եք ընտրում, ու դուք մտածում եք, որ այս ավանտյուրան, արյունոտ ավանտյուրան պիտի գնա, արյունը պես պիտի հոսի ջրի նման, եւ դուք պատասխան չեք տալու, դուք բացարձակապես պատասխան չեք տալու, հա։ Վաղը պիտի հելնեք, ասեք դե մենք ինչ անենք, մեզ խաբեցին։ Սաղ Սերժներ, սաղ Նիկոլներ, մենք ինչ անենք։ Մենք մեզ համար նստած հաց ու սոխ ենք ուտում, փող ենք աշխատում։ Հա, չէ, հարգելի բարեկամներ, շակերտավոր, դուք ևս պատասխան եք տալու, դուք չեք կարողանալու, դուք եւ ձեր սերունդները այս ամենից ազատվել։ Կարող է դատարանի առաջ պատասխան չտալ, բայց դատաստանի առաջ, Աստծո առաջ, բնության առաջ պատասխան կտակ։ Ես ձեր տիրոջ մերը